Բարև ձեզ, ես Նելին եմ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նորարարության թիմի աշխատակիցներից, ղեկավարում եմ համայնքային զարգացման ծրագրեր։ Այսօր մենք ձեզ միանում ենք հանրային ոլորտի նորարարության արդեն 3-րդ համաժողովից Հայաստանում, եւ այսօր ինձ հետ է Ստեփանավանի համայնքի ղեկավար պարոն Գրիգորյանը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Գրիգորյան, շատ շնորհակալություն, որ եկել եք համաժողովին եւ համաձայնել եք մասնակցել այս զրույցին։ Մենք այսօր խոսելու ենք կառավարման նոր ճկուն մոտեցման մասին, որին մենք անվանում ենք պորտֆելային կառավարման մոտեցում, որը կիրառվել է 2021 թվականից Ստեփանավան համայնքում։ Ստեփանավան համայնքը առաջին համայնքներից է եղել, որտեղ սկսել են կիրառել մեթոդը, հասկանալով, որ գծային կառավարումը այլևս չի լուծում են խնդիրները, որոնք մենք ունենք համայնքներում։ Եվ այսօր պարոն Գրիգորյանի հետ միասին կփորձենք հասկանանք, որոնք են համայնքների կառավարման խնդիրները եւ ինչպես է Ստեփանավանը հաղթահարում այդ խնդիրները։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, Նելի ջան։ Ուրեմն ճիշտ նկատի ունեցա, որ 21 թվականին մենք միասին, մազծել միասին, համատեղ ջանքերով սենց ասած համարձակ քայլ նախաձեռնեցինք եւ գնացինք նրան, որ ասենք ռազմավարական ռազմավարություն մշակեցինք։ Մինչ ռազմավարության անդրադառնալը կուզեմ նաեւ երկու խոսքով ասել, ինչ վիճակում ենք մենք հայտնված։ Շատ ավելի բարդ էր առանց պորտֆելային մոտեցման աշխատանքը, սենց ուղիղ գծով աշխատելը, սենց ասած շատ ավելի բարդ էր։ Մենք սորորորի, որ արդեն այս պորտֆելային մոտեցումը լինում աշխատանքի նկատմամբ, շատ ավելի արդյունավետ ենք սկսում աշխատելը եւ դա արդեն իսկ տենում ենք արդյունքները, սկսած կադրային խնդիրներից, ֆինանսական խնդիրներից, խնդիրները շատ են, չէ, անդրադարձ չկատարեմ, բայց իրականում շատ էր, կուզենամ շատ ավելի անդրադարձ կատարենք, ինչ ենք ստացել եւ ինչ ենք տեսնում վաղվա օրով, ուրեմն սենց ասեմ, որ համայնքապետարանը, համայնքի բնակչությունը, մենք այս փուլում արդեն եկել ենք ասել ենք մի աստիճանի, որ ցանկացած հարց, համայնքային հարց լուծումաստանում հանրային քննարկումներով, ինչը շատ կարևորում եմ այդ պորտֆելային մոտեցման մեջ, որ ցանկացած հարցի շուրջ լինում հանրային քննարկում, կոնսենսուս եւ նոր գնում ենք առաջ եւ հարցը շատ ավելի լավ է լուծում ստանում եւ շատ ավելի լավ արդյունքներ ենք տեսնում։ Ես կոնկրետ ուզում եմ դրա վրա կենտրոնանալ, որ շատ եմ կարևորում այդ մոտեցումը, ինչ վերաբերում է ռազմավարությանը, ուրեմն ասեմ, որ 2022 թվականից մենք ՄԱԶԾ-ի հետ համատեղ ուժերով կազմեցինք 10 տարվա ռազմավարություն, 12 փուլանոց ռազմավարություն ենք կազմել եւ առաջին 5 տարին արդեն իսկ 27 թվականում լրանում է, խնդիրներ ճանապարհին շատ են լինում, ինքը ռազմավարությունը կենթանի փաստաթուղթ է, շատ կարևոր է, որ ինքը որպես կենթանի փաստաթուղթ ենք մոտեցել իրան եւ անընդհատ այդ ճանապարհին փոփոխությունների է ենթարկվում եւ համոզված եմ, որ հաջորդ 5-ամյակում արդեն այդ փոփոխությունները շատ ավելի քիչ կլինեն, այսինքն շատ ավելի կոնկրետանանք արդեն, թե մեր համայնքը, մեր համայնքի տեսլականը, մեր վաղվա ճանապարհը, որ ուղղության վրա է շատ ավելի կենտրոնացած եւ շատ ավելի, ասենց ասած, կոնկրետ մոտեցումներ կլինեն։ Շատ շնորհակալություն։ Շատ հետաքրքիր է, որ անվանում եք ռազմավարությանը կենթանի։ Կուզեի այստեղ մի քիչ խոսեիք process-ի մասին, ինչպես եք այդ ռազմավարությունը կազմել, հա։ Մենք գիտենք, որ ըստ ոնց որ պետական օրենքի 5-ամյա ռազմավարություններ են գործում։ Կուզեի մի փոքր նշեք տարբերությունը, հա, այդ կենթանի ռազմավարության կազմման process-ի եւ մինչ այդ ինչպես էիք անում։ Շատ բարի։ Ուրեմն ասեմ սենց, երևի թե մինչ այդ ամբողջ հանրապետությունն ու իհարկե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ինչքան որ առնչվել եմ, տենց եմ տեսել, այդ ռազմավարություն կոչեցյալը պարզապես մի փաստաթուղթ էր, որը պարտադիր պայման է, ինչ որ մեկ այլ գործողություն անելու համար։ Այսինքն ինքը չի օգտագործվել հենց բուն նրա համար, որ այդ ռազմավարությունը աշխատի եւ տվյալ կառույցը, համայնքը, ում որ վերաբերում այդ ռազմավարությունը գնա, մեր դեպքում համայնքին է վերաբերվում։ Մենք այսօր եկանք հասանք դրան, որ ռազմավարությունը հենց կակրած այդ կենթանի փաստաթուղթը մեր ամենօրյա առաուտինի, եթե համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, մեր ենթակա ստորաբաժանումներ գալիս են աշխատանքի եւ յուրաքանչյուր գույնե
տվյալ բաժնի պետի բաժանման ղեկավարի արչև դրված է ռազմավարության հետ կապված իր առօրյա աշխատանքները, որ ոնց որ ամենօրյա մտել ենք մենք դրա մեջ, այսինքն ինքը մեր հետ է, մեր գործընկերն է, ասենց կարելի ասել, այդ ռազմավարությունը մեր գործընկերն է եւ մենք այսօր արդեն ստեցվում ենք դրա արդյունքները, ինչքանով է դա կարեւոր եւ ես հորդորում եմ եւ խորհուրդ եմ տալի բոլոր իմ գործընկերներին էլ, որ անպայմանորեն մոտեցումները բոլորի լինի գույնը այսպեսին, որովհետև էլ եմ ասում շատ եմ կարևորում, մինչ այդ ռազմավարությունը պարզապես մի փաստաթուղթ է եւ վերջ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես ձեր խոսքից հասկացա, որ դուք մասնակցային եղանակով եք շատ փորձել կազմել այդ ռազմավարությունը, մի փոքր կխնդրեմ խոսեք գործընկերներից, համայնքի այլ դերակատարներից, համայնքապետարանից դուրս, ինչպես եք իրենց ներգրավել եւ ներողություն խնդրում, ինչքանով է այդ ներգրավումը ձեզ օգնում իրականացնելու այդ ռազմավարությունը։ Շատ շնորհակալ եմ այդ հարցի համար, ուրեմն սենց ասեմ, հենց 21 թվականից սկսած, որ 22-ը մենք արդեն իսկ այդ փաստաթուղթը ստացանք, մեր կողքին մազեցը գրասենյակն է եղել, ուրեմն սենց ասեմ, չէր լինի այդ գրասենյակը, չէր լինի այդ գործընկերները, մենք այդ արդյունքները միանշանակ չէինք կարող ունենալ եւ ինչի համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ, ասեմ, որ իրենց հետ համատեղ իրենց ֆինանսավորմամբ նաև տարբեր կազմակերպություններ, ՀԿ-ներ, տարբեր մասնագիտական կառույցներից, տարբեր միջազգային կառույցներից, ասենք, ներգրավեցին մեր այդ գործընթացի մեջ, բազմաթիվ քննարկումներ պանելային ունեցանք եւ բոլորը իրենց փորձը առաջ բերեցին, իրենց առաջարկությունները առաջ բերեցին եւ արդյունքում մենք ստացանք այդ կենթանի փաստաթուղթը 10 տարվա մշակումով եւ որը որ էլ եմ ասում առաջիկա 5 տարին արդեն իսկ լրանում է անընդհատ որոշակի բաներ փոփոխվելով գնում է, բայց հաջորդ 5 տարում շատ ավելի կայուն է ինքը լինելու եւ եւս մեկ անգամ ուզում կրկնել շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին։ Ես եմ շատ շնորհակալ։ Այստեղ նաև մեզ հետաքրքիր է հասկանալ ՄԱԶԾ-ի հետ այդ համագործակցությունից հետո այժմ դուք ինչպես եք ՀԿ-ներին ներգրավում, հա, ինչպես եք բնակիչներից փորձում ստանալ արձագանք թե ռազմավարական, թե այլ ծրագրերի մասին։ Մենք ուրեմն յուրաքանչյուր թեկուզ նաև փոքրիկ ծրագրի հետ կապված համարյա թե ամեն անգամ հանրային լսումներ է կազմակերպվում, շատ են կարևորում հանրային լսումները բնակչության շրջանում պարտադիր։ Պետք է անկեղծ լինեմ, բայց ասեմ, որ որոշակի пассивություն լավ ինչ օրս նկատվում է, բայց դե հենց էլ չի, որ 5 տարի առաջ ու այսօր վերցնենք համեմատut համեմատական եթե դնենք քառակի 5-ակի անգամ ավելացել, բայց դա էլի քիչ է, որովհետև 5 տարի առաջ ընդհանրապես զրոական վիճակ էր բնակիչի, այսինքն բնակիչը համայնքապետարան եւ ինչ որ մի ծրագրի շրջանակներում շահագրգռվածություն մենակ այն դեպքում, որ դա իր անձի հետ է պայմանավորված, մենակ այդ դեպքում կարող է դիմել, իսկ եթե հանրային նշանակության որևէ մի խնդիր, եթե կարելի է ասենց ասել, ոնց որ բնակիչը նայում ասենց, հա դե ոնց գիտեն թե հենց պետք է անեն, էլի, բայց այսօր դա թել չի արդեն։ Մենք այսօր լսում ենք բնակիչին, մենք այսօր լսում ենք այլ գործընկերների, հասարակական կազմակերպությունների, տարբեր ովքեր որ շահագրգռված են, ասենք, տեղում համայնքում ծրագրեր են իրականացնում միջազգային գործընկերների հետ, բոլորին լսում ենք, բոլորին բարբերաբար քննարկումների ենք հրավիրում, առաջարկություններ լսում, ինչա պետք, ինչ եք տեսնում, որովհետև մենք տեսնում ենք մի բանը, բայց կարող նաև դա քիչ լինի, կողքից էլ շատ ավելի հեշտ լինի տեսնել, նկատել, առաջարկել եւ մենք էլ դա ընդունենք ի գիտություն, քննարկվի եւ համատեղ ծրագրեր իրականացնենք, վերջին հաշվով շահը միակն է համայնքն է, շահը միակն է համայնքի բնակիչն է։ Աշխատում ենք համայնքի եւ համայնքի բնակիչի համար։ Շատ շնորհակալ եմ։ Այս պարագայում կարող եք մի քանի ծրագրի օրինակ բերել, պարոն Գրիգորյան, որոնք հաջողել են կամ ընթացքում են կամ արդեն իրականացվել, ավարտվել են, որտեղ այս պորտֆելային կառավարման մոտեցումն եք կիրառել, գործընկերների հետ եք աշխատել, այդպիսի օրինակներ ունեք այս պահին։ Դե ինչի՞ չենք ծրագրերը շատ են կարել, բայց հենց այս բային թարմ, որ լա ընթացքի մեջ ենք շարունակական ինքը գնում է թափոնների կառավարման ծրագիրն է, որը որ ՄԱԶԾ մեր գործընկերների հետ իրականացրել ենք իրանց ֆինանսավորմամբ, եւ այսօր ինքը բնակչության լայն շրջանակներում շատ դրական արձագանքներ է ստացել, բարբերաբար երիտասարդներն են շատ լավ ընդգրկվել այդ ծրագրի մեջ, իմիջայլոց ասեմ, կամ մի երկու բառով կարող ներկայացնեմ ինչ է ինքը իրանից ներկայացնում թափոնների կառավարում, այսինքն մենք ուրեմն տեսակավորման հետ կապված պլաստիկ թուղթ այս թափոններին է վերաբերվում, գնել ենք տոպրակներ եւ պրեսային գործիքներ, որը որ ՄԱԶԾ-ի կողմից է ֆինանսավորվել եւ գնել ենք,
թափոնները բնակ մի երկու թաղամաս ենք վերցրել, երկու թաղամասով այս թափոնները կներեք, այս տոպրակները տվել ենք բնակիչներին, բնակիչների հետ աշխատանքը տարվել եւ հավաքվում այդ թափոնները պլաստիկ եւ թղթի տարբերակները, որ այնուհետեւ պլաստիկ տարբերակները գնում են պրեսի տակ եւ այնուհետեւ իր վերջնակետը, որ պետք է հասնենք մենք դրան, իր վաճառքն է։ Այսօր ինքը շուկայում պահանջարկ ունի, մենք լացավալները քիչ ալա ասենք, բայց ամեն դեպքում արդեն իսկ պայստավորում ենք, առաջիկայում հանելու ենք նաև վաճառք այսօր հանրապետությունում կարծեմ արդեն երկու տեղ կա, որտեղ որ գնում անում են, ուզում ենք հասնենք դրան եւ դրա համար մենք հիմա ծավալները լա քիչ է, բայց առաջիկայում նույն արդեն իսկ 26 թվականը ՄԱԶԾ-ի հետ համատեղ որոշել ենք նաև համ էկոլոգիապես մաքուր էլեկտրական մեքենա համատեղ ուժերով գնենք, որ ունենանք ասենք նաև տրանսպորտի խնդիր չունենանք սենց ասած, որովհետև մեր տրանսպորտային միջոցները ավելի շատ ծանրաբեռնված են այլ թափոններով։ Եվ իմ կարծիքով արդեն ծավալներն էլ կշատանա եւ ավելի արդյունավետ կաշխատենք ու հետագայում նաև ինչի՞ չէ կարող հասնենք նաև նրան, որ վերամշակման հենց խնդիրը ասենք մեր մարզում նաև քննարկում է, որ մեր մարզային լուծում ստանա, որ մեր մարզում կարենան կանա, որովհետև հիմա Լոռու մարզում ընդհանուր չունենք նման բան։ Շատ լավ, կարող եք ասել պորտֆելային մոտեցման ինչ գաղափարներ եք այս կոնկրետ ծրագրում օգտագործել, ճկունությունը, փորձարկումները, մասնակցայնությունը, ինչն էր ուրիշ այս ծրագրում։ Դե, ոնց ասեմ, եթե հենց այդ ճկունությունը, այդ մասնակցությունը կարելի ասել, որ այսօր նորությունը, նորարարությունը դրա մեջ էր, որ պայուսակներով ենք թափոնները հավաքում եւ ինքը այս բային արդյունավետ աշխատում է եւ վաղը նաեւ չի բացառում, որ շատ ծավալները այդ առումով շատ մեծանա եւ ինչ որ չափով նաեւ այլընտրանք լինի տվյալ բային, ասենք, ասած ասած արտարքերին։ Շատ լավ, շնորհակալություն։ Իսկ կան այլ ծրագրեր, պարոն Գրիգորյան, որտեղ դուք տարբեր գործընկերների հետ համագործակցելով կարողացել եք տարբեր տեղերից ֆինանսավորում ձեռք բերել եւ ծրագրերը իրականացնել։ Դե իհարկե կան, նաև ունենք օրինակ մի օրինակ էլ կարող բերեմ մեր գրադարան երիտասարդական կենտրոն, մենք այսօր ունենք շատ լավ գրադարան, ունենք շատ լավ երիտասարդական կենտրոն, գրադարանը արդեն իսկ ասենք ժամանակի հետ էլեկտրոնային տարբերակներ, նորարարությունները մեջ կիրառվում, որտեղ որ նաև արդեն իսկ բարբերաբար ասենք դասընթացներ, երիտասարդություն, ոչ միայն երիտասարդություն, այլ նաև տարիքով ահագին ասենք շահառուներ ունենք, ովքեր որ օգտվում են եւ դասընթացներ են ընդհանուր ասենք մասնակցում, դա արվել է էլի նույն ՄԱԶԾ-ի Ջինիշան հիմնադրամ, էլի այլ գործընկերների շնորհիվ, որոնց հետ մենք մինչ օրս համագործակցությունների մեջ ենք եւ վաղը մյուս օրը նոր ծրագրեր ենք միասին մտածում իրականացնել, որովհետեւ հենց այդ գրադարան երիտասարդական կենտրոն արդեն իսկ այդ փորձը արդյունավետ որ կարեցանք այդ պրոդուկտը որ ստացանք, տանում նրան, որ համատեղ այլ ծրագրեր իրականացնենք։ Շնորհակալ եմ։ Մի փոքր էլ կուզեմ խոսեմ մասնակցայնության մասին, որ ասացիք նա ճիշտ է շատացել է արդեն հա բնակիչների մասնակցությունը քննարկումներին, բայց նաև չի հասել այն մակարդակին, որին կուզեիք։ Շատ հետաքրքիր է ինչպես է այդ վստահությունը կառուցել, հա բնակիչների հետ, որ կամաց սկսել են ավելի շատ մասնակցել, սկսել են հասկանալ, որ իրենց ձայնը լսելի է, իսկապես փոփոխությունը տեղի է ունենում։ Ինչպես եք դա իրականացրել։ Շատ շնորհակալ եմ, շատ լավ հարցեր։ Պարզապես աշխատանքն է դա։ Այն առօրյա աշխատանքը, այն պարտավորվածությունը, այն պարտականությունները, որ համայնքի ղեկավար, համայնքապետարանի աշխատակազմ, գործընկերներ, որ ունենք ժողովրդի նկատմամբ, մեր ընտրողի նկատմամբ, համայնքի նկատմամբ, ամենօրյա ճիշտ, նորմալ, արդյունավետ աշխատանքի արդյունքում եկել է նրան, որ վստահություն ա քաղաքացիների կողմից արդեն իսկ ձեռք բերվել եւ քաղաքացին պարզապես տեսնում է, որ իր ձայնը լսելի է։ Մինչ այդ եղել է ժամանակներ, որ կարող է, չգիտեմ, չեմ ուզենա անդրադարձ կատարեմ, ասեմ նա չի արեմ, մյուսը չի արեմ, մեկն արել է, բայց երևի թե եղել է խնդիրներ, որ ասենք այդքան շատ լսելի չի եղել քաղաքացու ձայնը, այսօր դա 100% լսելի է եւ քաղաքացին տեսնում է, որ ինքը կարա դիմի եւ դա չի անտեսում, դա մի անգամից ասենք դրվում է քննարկման եւ հնարավորություն սահմաններում լուծում ստանում, հակառակ դեպքում եթե դա անլուծելի խնդիր է, գույնը բավարար պատասխան ստանում քաղաքացին, որ սա այս տվյալ պահին գոնե թե հնարավոր չի ասենք լուծում տալը, իմ կարծիքով պարզապես աշխատանքի արդյունք է դա։
Հասկանում եմ, որ ակտիվ քաղաքացիների հետ շփումն է, որ ձեզ օգնել է ձեր խոսքից, այսինքն անընդհատ իրենց հետ կապի մեջ լինելը օգնում է վստահությունը բարձրացնել։ Շատ լավ, հաջորդ հարցս փոքր ավելի դժվարությունների մասին կլինի, որ այս process-ով դուք ամենասկզբում, սկսել եք նոր մոդել կիրառել, ինչպես եք կարողացել նորարարությունը բերել թե աշխատակիցների շրջանում, համոզել, այսպես ասած, աշխատակիցներին, որ սա է ճիշտ ճանապարհը առաջ գնալու եւ հետո բնակիչներին համոզել։ Դա իրազեկվածությունն է, հատուկ հաղորդակցման ինչ-որ մեթոդաբանություն եք օգտագործում, ինչպես եք դա անում։ Երբ որ դեռևս արդյունքը չկա, բայց դուք մի նոր բան եք ուզում առաջարկեք եւ ձեզ պետքա որպեսզի բնակիչները ձեզ աջակցեն կամ այլ գործընկերներ։ Դե, դից ասեմ, չեմ կարծում որ դրա մեջ այդքան բարդ բան կա, դա ասենք նաեւ հենց այնա որ ասենք թե աշխատակազմին իհարկե առաջին հերթին, ոնց ասում առաջին հերթին քո տանը քեզանից պետքա սկսես նոր կարենաս ներկայանաս, ասենց ասած տնից դուրս, եթե կարելի է այդպես ասել, որովհետեւ նաեւ ինչի՞ չէ, հենց համայնքապետարանն էլ այսօր էս պահին իմ համար որպես տուն է հանդես գալի։ Աշխատակիցներն էլ որ միջայլոց ասեմ շատ դժվար է եղել բերել հասցնել մի աստիճանի, որ հավատքով մոտենան ամեն ինչին, որ կարելի է մտածել այս ծրագիրն իրականացնելու համար եւ հասնել դրան, որ այս ծրագիրը նաեւ իրականանա եւ մենք ունենք այդ փորձը արդեն իսկ բազմաթիվ ծրագիրների շուրջ, որ աշխատակիցների հետ քննարկելիս որ մոտեցումը նենց այլ որ պարոն Գրիգորյան ոնց որ հնարավոր չի սա այսօրվա մեր ֆինանսական ռեսուրսներով մեկ էլ մյուս բան sense կյանքի կոչել այս ծրագիրը իմ մոտեցումն եղել է sense որ անհնարին բան չկա այսօր պետության հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է եւ ցանկացած հարց եթե մեր ուժերով համայնքային միայն ուժերով լուծում չի ստանում է գործընկերների հետ եւ հիմնավորված որ կարող ենք ներկայացնենք օբյեկտիվ որ իրականում սա պետք է մեր համայնքին սա որպես առաջնայնություն է դա լուծում է ստանում դա համարում ենք կարողություն եւ բնակչությունն էլ արդեն իսկ աշխատակազմն էլ բնակչության հետ աշխատելիս ոչ միայն համայնքի ղեկավարը այլ ընդհանուր աշխատակազմն էլ հավատքով որ արդեն ինքը տեսավ որ լինում է աշխատակազմն արդեն համոզված է որ չլնող բան չկա լրիվ է լինում է կարող է նաեւ բնակչության շրջանում թե իրազեկում թե անձնական շփումների շրջանակներում ասել որ ժողովուրդ ջան ուզում ենք սա ուրեմն կհասնենք սրա եթե սա պետք է մեր համայնքի համար ես սենց էլի իսկ շատ པարս է շտատ ասեցի թե ոնց է մեր մոտեցումը շատ հետաքրքիր է ձեր օրինակը իրականում Ստեփանավանը շատ տեղեր է նշվում որպես համայնք առաջադեմ համայնք որը նորարարությանը աջակցում է Այս պարագայում շատ համայնքներից ենք նաև լսում, որ նորարար գաղափարներ իրականացնելը մի փոքր ռիսկային է համայնքապետարանների համար, քանի որ չգիտենք արդյունքը ինչ է լինելու, երբ որ նոր բան ենք փորձում, որի մասին չգիտենք, արդյունքն չենք իմանալու, եւ նաև դուք ներդրումներ եք նաև իրականացնում, ՄԱԶԾ-ի հետ միասին տարբեր նոր բաներ փորձելուց, ինչպես եք այդ ռիսկները կառավարում, այսինքն այդտեղ ինչ որ չափի նաև համարձակություն է պետք գնալու այդ քայլին, բաց լինելու նոր գաղափարների եւ նաեւ կառավարելու այդ ռիսկը, որ կարող ենք մենք մի բան էլ փորձել, որը գուցե եւ չստացվի, բայց դասեր կքաղենք դրանից։ Ստենց ասեմ, ուրեմն հենց նորարարությունը, դե հենց որ նոր խոսում ենք թափոնների կառավարում, ինքը հենց նաեւ նորարարություն է։ Հենց այդ ռիսկին մենք միասին ենք գնացել, ՄԱԶԾ-ի հետ միասին ենք գնացել, ձեր հետ միասին ենք գնացել։ Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, գործընկերներ ենք ներգրավել, տարբեր ինստիտուտներից գործընկերներ ենք ներգրավել։ Եվ այդ առաջարկությունները ես ընդունել եմ, ինքս էլ իմ աշխատակազմի հետ նայել ենք, դրել ենք, քննարկել ենք, սենց ասած քշերքի հետ ծանր ու թեթևն ենք կարեցել անենք եւ ռիսկայնությունն է այդ պատկերացումը ունենալով, որ կա որոշակի ռիսկ իհարկե մեջին, բայց չգնաց ռիսկի, չգնաց մի քիչ ռիսկային քայլի, դա նաեւ այդ համարձակությունը իմ կարծիքով կարեւոր հատկանիշ է հենց համայնքի ղեկավարի համար, որ տեղեր կա, եթե դու որոշակի ռիսկ կա, բայց տեսնում ես այն լավ ապագան, որ քո համայնքի համար կարող է գային վաղվա օրը, որ ասենք այլ առաջադեմ համայնքներ, ասենք արևմուտքում բան որ գնում ես, տեսնում ես, նայում ես թե ինչի են հասել եւ նաեւ ինչ ռիսկերի են գնացել, կուզենամ անպայման դրան էլ շեշտադրում անեմ հենց դրա վրա, որ դա էլ է շատ կարեւորում, որովհետեւ նաեւ ձեր ծրագիրների շնորհիվ, նաեւ էլի այլ գործընկերների ծրագիրների շնորհիվ բազմաթիվ անգամներ տարբեր արևմտյան երկրներ են գնացել, պրիվատյան երկրներ, որտեղ ինչի պրիվատյան օրինակ Էստոնիայի որոշակի փորձերին շատ դուր է եկել եւ այնտեղ
մենք տեսանք մի բան, որը մենք արդեն իսկ նաև իրար հետ ունենք այդ նախաձեռնությունը եւ վաղը մյուս օրը կյանքի կոչենք, դա օրգանական թափ։ օրգանական Աֆրիկա, օրգանական թափոնների կառավարման փորձն է, ինչը տեսնելով նաև ես, ասենք ձեր հետ քննարկեցինք եւ այդ ռիսկին ուզում ենք միասին գնանք, որ ծրագիրը իմ պատկերացում արդեն իսկ առաջի փուլն անցել է եւ ինչի արդյունքում մենք կարող ենք ստանալ, ասենք նաև բարելիք sense ասած։ Այստեղ կուզեմ նշեմ այդ ծրագրի մասին, որ նոր ծրագիր է սպասում եւ մենք դա իրականացնելու ենք Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ակոբյան կենտրոնի մեր գործընկերների հետ։ Խոսքը գնում է օրգանական թափոնների կառավարման մասին, ինչի արդյունքում մենք փորձելու ենք ստանալ կենսագազ եւ գյուղատնտեսության համար օգտագործվող օրգանական պարտանյութ։ Մեզ հաջողություն եմ մաղթում այդ հարցում։ Եվ երևի վերջին հարցը ձեզ կամ խնդրանքը, ինչ խորհուրդ կտաք այլ համայնքներին, ովքեր դեռևս աշխատում են հին գծային կառավարման մեթոդներով, որը կլինի ձեր խորհուրդը իրենց։ Միանշանակ կխնդրեմ իմ գործընկերներին, որ միանշանակ փոխեն ասեն պորտֆելային կառավարման, դա տարբերությունը ահռելի է եւ պետք է մտնել դրա մեջ, որ տեսնես օրորի այդ զարգացումները աշկիտ առաջին տեսնում ես, ասենք օրորի ավելի արդյունավետ աշխատելը, ավելի հեշտ աշխատելը։ Շատ կարևոր է, որ աշխատակիցը նստած չսպասի, թե ինչ հրահանգ է նաև ստանալու, որ գնա այդ համապատասխան հրահանգը կատարելու հետևից։ Այլ աշխատանքին գալով յուրաքանչյուր աշխատակից, եթե կա պորտֆելային մշակված ռազմավարություն, ամեն մեկը ժամի 9:00 որ գալիս է, ասենք, աշխատանքին արդեն իսկ գիտի, ինչ անելու, որ ծառայի այդ համայնքի համար։ Եվ դրա համար բոլորին էլ հորդորում եմ, բոլորին էլ խնդրում եմ գործընկերներին, որ անպայմանորեն անցնեն իրականում սա շատ լավ փորձ է։ Շատ շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, այս զրույցի համար, ինչպես նաև ձեր հետ համագործակցության համար։ Ես եմ շնորհակալ շատ։